Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր իմ տաղավարին հյուրընկալել եմ ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հրավերություն մեջելու համար։ Եվ սկսենք հենց նախկին բառից։ Այդ ինչպես կազմվեց ցուցակը, որ դուք պատգամավոր չեք։ Ես էլ նախկին դարձա եմ։ Այո։ Բազմաթիվ անգամներ այդ հարցին պատասխանեմ, սիրով մեկ անգամ եւս ձեր տաղավարում էլ պատասխանեմ, թե 21 թվականի ընտրությունների ժամանակ, թե վերջին ընտրությունների ժամանակ ես իմ ընկերներին խնդրել եմ, որ իմ ցուցակի որ տեղը նպատակահարմար կգտնեն իմ ընկերները, այդ ցուցակի այդ տեղը թող որոշեն։ Ես թե մանդատով, թե առանց մանդատի նույնն եմ, որևէ բան իմ կյանքում չի փոխվել եւ այդ առումով որևէ մի հավակնություն չունեմ եւ խնդիր ընդհանրապես չեմ տեսնում դրանում։ Դուք չեք տեսնում խնդիր, բայց նշեցիք, որ ձեր ընկերները այդ դեպքում դասավորվածությունը ինչպես են դրել, որ այն մարդը, որը ժողովրդի հանրության տարբեր շերտերի, տարբեր միությունների, գյուղատնտեսությունից մինչև այլ արտադրանք ունեցող ընկերությունների ու մարդկանց հարցերներ բարձրաձայնում ազգային ժողովի ամբիոնում, հիմա այդ մարդը, որն իդեպ ընդունելի կերպար էր անգամ կարկառուն իշխանականներն են խոստովանել եւ իշխանության կողմից եւ ընդդիմության կողմից, մեկ էլ ձեր ընկերները այդքան հեռու դասեցին ձեզ։ Տեսեք, ցուցակում շատ մարդիկ կան արժանավոր, որոնք որ ինձնից ավելի հետին դիրքեր ունեն։ Դա որևէ մի նշանակություն չունի, այսինքն Արծվիկը Մինասյան, մեր տարբեր ընկերներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել խորհրդարանում, այսօր ցուցակի ավելի հետին համարներում են, եւ նենց չի, որ ես իրանց ավելի արժանավոր մարդ եմ։ Խնդիրը հեչ դրա մեջ չի, կարծում եմ, որ այն համամասնությունը, որ կա ցուցակի, այդ մեր ընկերները շատ պատվով կներկայացնեն եւ անփոխարինելի մարդիկ չկան, նոր մարդիկ կգան խորհրդարան, ավելի նոր էմոցիայով, նոր դիցքով եւ համոզված եմ, որ ինձ ավելի լավ աշխատանք կտանեն, դրանում ես խնդիր չեմ տեսնում, հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, որ անցել է խորհրդարան, մի օր խորհրդարանում կլնես, մի օր խորհրդարանից դուրս կլնես, իմիջիայլոց օգտվելով առիթից ես ուզում եմ նաեւ շատ զանգեր եմ ստանում, նամակներ եմ ստանում տարբեր ոլորտային խմբերից, ում խնդիրներով հարցերով զբաղվել եմ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, սիրելի հայրենակիցներ, որ շարունակելու եմ զբաղվել ձեր խնդիրներով, ձեր կողքին եմ լինելու 24 ժամ, իմ հեռախոսահամարը չի փոխվել եւ միշտ պատրաստ եմ օգնել, աջակցել, սատարել ցանկացած ժամի, ցանկացած վայրում։ Ինձ կտեսնեք ձեր կողքին մանդատով թե առանց մանդատի։ Ինչու է ձեր հեռախոսի համար այդպես բաց թափանցիկ հրապարակված ձեր Facebook-յանից։ Դա ավելի վաղ պատմություն ուներ 18 թվականի ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրություններ էր եւ ես խոստում տվեցի իմ հայրենակիցներին, տաղուրջիներին, որ եթե ես ընտրվեմ պատգամավոր, իմ համարը կամ ինձ գտնելը խնդիր չի լինելու, որովհետև շատ էին ասում մեր հայրենակիցները, որ ընտրվում են պատգամավոր եւ մարդկանց երեսը չես տեսնում եւ չես կարող հետը կամ կոմունիկացվես։ Ես ասի հենց ընտրվում եմ պատգամավոր, չնայած միջև այդ իմ հեռախոսը հասանել էր բոլորին, հեռախոսը համարը, ասի այդ համարը կլինի Facebook-յան էջում եւ դուք հնարավորություն կունենաք ցանկացած ժամի զանգահարեք եւ անմիջապես մանդատը վերցնելուց հետո իմ խոստումը կատարեցի։ Դուք չեք լսում, որ պետք խոստումներ տալիս են, հետո ասում են դրանք այլ հայտարարություններ էին, քաղաքական էին, այս էին, այն էին եւ չեն իրականացնում։ Ես առհասարակ չասեմ, թե իմ ինչ խոստում որ տալիս եմ 100%-անոց բան, բայց ձգտում եմ նա, որ իմ ասածին տեր կանգնեմ, ինձ համար դա շատ կարևոր է։ Դուք նաև նախընտրական քարոզության շրջանում արդեն պասիվ էիք եւ ուր էիք այս 4 ամիսների ընթացքում պարոն Այո։ Միգուցե այդքան ակտիվությունից հետո ես Տավուշի մարզի պատասխանատուն էի եւ ընտրական process-ներում կազմակերպում էի Տավուշի մարզում, որ ասեմ շատ ակտիվ, ասինքն հանրային դաշտում միգուցե շատ ակտիվ չեմ եղել, բայց բավականին կազմակերպչական աշխատանք կատարել եմ, որևէ բան չի նշանակում դա էլի, ասինքն ինչ որ հետին մտքեր բան չկա։ Լավ, ինչով եք զբաղվելու, պարոն Դանիելյան։ Դեռ չեմ որոշել, որովհետև մինչև պատգամավոր դառնալը ես ձեռնարկատիրական անհատ ձեռներից եմ եղել, մի քանի հաջողված պրոյեկտներ եմ իրականացրել, մինչև էդ այս 20 տարուց ավել ձեռնարկատիրական փորձ ունեմ, բավականին գլուխգովար չլինի հաջողված փորձ ունեմ, տարբեր պրոյեկտներ եմ իրականացրել, թե գյուղատնտեսական, թե
սպասարկման ոլորտում կփորձեմ համատեղել, եթե հնարավոր լինի իմ այդ աշխատանքը, որովհետև տարբեր բիզնեսներ կան հավատարմագրային հիմունքներով հանձնվել է, միգուցե նաև շարունակեմ զբաղվել եւ այդ գործով, բայց ամեն դեպքում իմ այս սկսած գործը ես որոշել եմ, որ կիսատ չեմ թողնելու։ Եթե հնարավոր լինի համատեղել, կհամատեղեմ, եթե հնարավոր չլինի, հաստատ ինձ համար ավելի նախընտրելի է պայքարի այս փուլում շարունակել իմ պայքարը, որովհետև անչափ կարևոր է, որ կիսատ մնացած գործերը շարունակես։ Այսինքն դա նյութական այդքան էական չի։ Կարող է նյութականը դժի, ֆինանսականը դժի, բայց կարևորը այն նպատակներն ու սկզբունքները, որ ունես, միջև վերջ առաջ տանես։ Որն է այդ նպատակը, իշխանափոխություն։ Նպատակը իշխանափոխություն է, ոչ միայն նրա համար, որ իշխանափոխություն տեղի ունենա եւ մենք գանք իշխանության, այլ առհասարակ Հայաստանի Հանրապետություն արժե համակարգը պետք է փոխվի։ Այդ շատ կարևոր է։ Սկզբունքները, մոտեցումները պետք է փոխվեն։ Այն հեղափոխական լոզունգները, որ կային 18 թվականին, որ շատ հազարավոր, 100,000-ավոր մարդկանց հաճելի էին, հավասարություն, արդարություն, այսպես ասած, ծանոթ բարեկամ պաշտոններին չնշանակել, քավոր սանիկ եւ այլ, չի ինչ խոստումներ են հնչում։ Դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ եւ այդ ամեն ինչը շատ սրտին մոտ էր մարդկանց եւ իրապես Հայաստանում պետք է արժեքային հեղափոխություն լինի։ Կապ չունի իշխանությանով է գալիս, էլ ինձ չի որ ովքեր են իրականացնելու այդ արժեքային հեղափոխությունը, որովհետեւ որտեղ են այդ մարդիկ։ Մենք խորհրդանում տեսել ենք համահավասար մարդեր։ Այդ մարդիկ տարբեր ոլորտի աշխատողներ են, ես այդ շատ ու շատ մարդիկ գիտեմ լրատվական ասպարեզում, լրատվության ասպարեզում, մշակույթի ասպարեզում, հոգևոր մեր դասի ներկայացուցիչներ շատ ու շատ մարդիկ կան, որոնք որ այդ արժե համակարգը կրողն են եւ այդ դա պետքա Հայաստանում առանց դրա չի կարա Հայաստանը զարգացում ունենա։ Պարոն Դանիելյան, մենք վերջում օրինակ սովորական մեկ օր արթնանում է հայ մարդը, բացում է դրա հոսը եւ տեսնում է որդիները սպանել են մորը գրտնակով, ինչ որ միտեղ փոքր երեխայի մարմին է հայտնաբերվել, մեկ այդտեղ կրակոցներ են հնչել, արդեն իդեպ զարգացում ունենք այդ ոլորտում, նռնակ են նետում Վարդավառին, երբ ինչ որ սովորական միջադեպը մարդկանց կյանք է խլում, մեկ այդտեղ կրկին կրակոցներ են, մեկ այդտեղ ամուսին է ծեծել կնոջը։ Ինչու է այսպես մեր հասարակությունը ապրում։ Որովհետև տարբեր են պատճառները, նա օպերատիվ աշխատանքը պատշաճ չի իրականացում։ Այն շատ դեպքեր կան, երբ որ օրինակ ահազանգում են ոստիկանություն, տարբեր գերատեսչություններ, որ այստեղ օրինակ այս խնդիրը կա։ Այս մարդը անադեկվատ է իրան դրսևորում, ունի հոգեկան խնդիրներ կամ ագրեսիվ պահվածք է դրսևորում, այդ խնդիրների վերաբերյալ, այսպես ասած, լուրջ մոտեցում չկա, այսինքն կարող է այդ ամեն ինչը թողեն հասունանա, ոնց որ Փարաքյարի դեպքում էր, այլ հայտնի իրադարձությունների ժամանակ է, երբ որ գիտեն, որ խնդիրը կա, բայց այդ խնդրի վրա կամ աշկ են փակում կամ հանցավոր անգործություն են ցուցաբերում։ Հիմա այս պարագայում էլ անույնը գլոբալ խնդիրները թողած ընկնում են օրինակ ընդդիմադիր մարդկանց գաղտնալսելով, իրենց հետևից սլեշկա անելով, այսպես ասած, փորձելով ինչ որ բաներ գտնել, ստուգել վարդը որտեղ գնաց, ինչ արավ, անձնական կյանք մտնել, ում հետ սուրճ խմեց, ում հետ ինչ որ հարաբերությունների մեջ մտավ եւ գլոբալ իրենց աշխատանքը բացի թողի իրավիճակում է։ Այս մեկ, երկրորդը անվստահությունը դեպի իրավապահ համակարգ։ Երկրաչափական պրոգրեսիվ աճում է։ Երբ որ մարդը տեսնում է, որ գալիս են օրինակ իր ունեցվածքը, օրինակ գողությունա տեղի ունենում կամ վնասում են կամ փչացնում են կամ եւ այլ, երբ որ 1-2 անգամ հաղորդում ներկայացնում հանցագործության մասին եւ սայլը տեղի չի շարժվում, բնականաբար այդ մարդը 3-4 անգամ արդեն էլ չի ուզում համագործակցի իրավապահ համակարգի։ Դա էլ խնդիրների կարևորագույն խնդիր է, որ մարդիկ վստահություն ունենան իրավապահ համակարգի նկատմամբ։ Շատ դեպքերում նաեւ ծածկաթմփոց է տեղի ունենում տարբեր գործերի հետ կապված, ծածկաթմփոց է տեղի ունենում եւ երբ որ անարդարության հետ է բախվում մարդը, ստիպված է ինքը իր հարցերը լուծել։ Եթե տեսնում եք անարդարությունը վերածվում է հաշվեհարդալի։ Անարդարությունը վերածվում է արդեն անձնական հաշվեհարդալի, վենդետայի։ Շատ դեպքեր կան, երբ որ խորանում ես ուսումնասիրում ես, դա վրեժխնդրության դրսևորում է։ Մեկը մեկին, չգիտեմ, դանակով խփելա կամ չգիտեմ հրազենային վնասված, այն մեկի հարազատը գնացել է այն մեկի ու սա ինչ շարունակ։ Վստահաբար հետևել եք Փաշինյան
Պուտին հեռախոսազրույցին, որը ի վերջո տեղի ունեցավ ընտրություններից հետո, կարծեք տարբեր փորձեր էր անում հայկական կողմը, Միշուստինի հետ հանդիպումն էր Նիկոլ Փաշինյանի, բայց հեռախոսազանգ կամ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ տեղի չէր ունենում։ Երեք այդ զրույցի առանցքային թեման ԵՄ թե ԵԱՏՄ, այսպես ասած, ջրբաժանն է եւ նաեւ ապրանքների արտահանման սահմանափակումը Հայաստանից ու ինչպես նշում են մի շարք շրջանակներ, Հայաստանին ռուսական կողմը ակնկալում է Հայաստանից, որպեսզի հանրաքվե իրականացնի որոշելու համար, թե որ տնտեսական ճամբարն է ընտրում Հայաստանը, ԵՄ թե ԵԱՏՄ։ ԵՄ-ի պարագայում մենք գիտենք, որ օրինակ նախարար Պապոյանը գնում եւ ձկնաբուծության ինչ որ մի ընկերությունում նկարվում է, տեսահորովակ է նկարահանում եւ ասում վերջ արտահանվում է, հաջորդ օրը ձկնաբույծների ակցիան է լինում բազմամարդ ակցիան կառավարության դիմաց, նույնը վարդերի արտահանման պարագայում էր, հիմա կատնամթերքը, այնուհետև նաեւ ալկոհոլային խմիչքներ, բանջարեղեն եւ այլն եւ այլն։ Ինչ է լինելու վերջը։ Բազմաթիվ անգամներ եւ ազգային ժողովի ամբիոնից առիթ ունեցել եմ պաշտոնյաներին, տարբեր պաշտոնյաների կալիբրի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ էկոնոմիկայի տարբեր նախարարներին հետեւյալ հարց ուղղել, արդյոք որևէ քայլ արվում է դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն այլընտրանքային շուկաների փնտրտուքի հարցում, ինչ հաջողություններ արձանագրել Հայաստանի Հանրապետությունը, եթե նայում ես վիճակագրական տվյալները, օրինակ ԵՄ շուկան, այս իրենց կառավարման ժամանակահատվածում ԵՄ շուկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալները փոքրացել են, հակառակը ավելացել են Ռուսաստան եւ մասնավորաբար ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման ծավալները։ Ինչ աշխատանք է տարվել։ Ասում են դե աշխատանքներ են տանում իրենց այդ հայտնի շաբլոն խոսակցությունը, բայց իրականությունը հետեւյալն է, որևէ աշխատանք այդ ուղղությամբ չի տարվել։ Հիմա փակել են ԵԱՏՄ դռները, ասում են ԵԱՏՄ, այսինքն եւ Հայաստանի Հանրապետությունը ինքը հայտարարում է, որ այդքան է սկզբից հայտարարում է այդքան էլ քաղաքական չի, հետո պարզվեց, որ լավ էլ քաղաքական է այս ամեն ինչը եւ հարց են դրել, եթե դու ու հարաբերությունները ուզում ես զարգացնել ԵՄ երկրների հետ, ուրեմն պետք է նաև իմանաս, որ նաև քո տնտեսությունը պետք է, ասենք քաղաքականությունը, տնտեսությունը իրար հետ շահ կապված են։ Այս առումով այդ մի դուրը փակել են, ԵՄ-ի դուրը բաց չի։ Այդ սուտ է, որ տարբեր պաշտոնյաներ, Մարտակոսը, Կայա Կալաս եւ այլն գալիս են այսու ձմերուկ են դրում թևերի տակ Հայաստանի Հանրապետության իշխանավորների, վերջում պարզվում է, որ այն ապրանքները, որ գնացել են դե մի մասն էլ լա գումար է վճարել Հայաստանի Հանրապետության արտադրողը, որ մի հատ էլ ուտիլիզացիայի համար, այսինքն մի հատ էլ ոչնչացնելու համար դա գումար է ծախսում։ Եվ մի հատ ցույցի չէր կա, եթե ամեն ինչ այդքան լավ է եւ ուրիշ շուկաներ ապրանքը գնում։ Ինչու է տարբեր նաև առիթներով մենք տեսնում ենք, որ տարբեր զարտուղի ճանապարհներով նաև Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները փորձում են իրենց ապրանքը Պարսկաստանի, Իրանի ուղղությամբ Վրաստանով տանել, չգիտեմ, Բելարուս, վերջում նաև Բելարուսիայով հայտնի դարձավ, որ ծաղիկ, այսինքն եթե այդքան լավ է հնարավորություն կա այդ ծաղիկը, ձուկը եւ այլ արտահանել եվրոպական շուկա ավելի թանկ գներով, բայց ինչի՞ չի արվում, որովհետեւ նախ անհամապատասխանության խնդիր կա, այսինքն որակի հետ կապված լրջագույն խնդիր կա, մեր լաբորատորիաները չեն աշխատում, ես բազմաթիվ հարցումներ եմ ուղարկել եւ պարզել են, որ մեր լաբորատորիաները ուղակի խայտարակ վիճակի մեջ են, կամ չեն ուզում այդ որակը ստուգվի, որ իրականությունը պարզվի, կամ ընդհանրապես չեն աշխատում այդ լաբորատորիաները։ Եվ երրորդը այդ շուկան պատրաստել չի հայկական ապրանքները, որովհետև այնտեղ ֆերմերները միացածական բունտ կանեն, որ հայկական ապրանքը հայտնվի շուկայում եւ իրենց մրցակիցը դառնա։ Անկամ Ուկրաինայի ամենաթեժ պահերին խնդիրներ էր առաջանում եւ ֆերմերներն ու լեհական ֆերմերները, այլ երկրների ֆերմերները բունտ էին բարձրացրել, թե մեր գործին, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած խփում է։ Անկամ ճանապարհն է մեզ համար անհասանել, նույն այդ բեռնափոխադրողը ինչ ճանապարհով է գնալու հասնի մինչև Փարիզ։ Մեքենաները համապատասխանության հարց կա, այդ վարորդների ստանդարտներին համապատասխանելու հարց կա, լեզու իմանալու հարց կա, մինչև վարորդական իրավունքներից եւ այլ, այսինքն հսկայական խնդիրներ կան։ Մենք սովորական վիզայի կենտրոններում հերթերը հասնում են մի քանի ամիսների, որ անձը գնա մեկ շաբաթով Հանգստանա եւ գա ու մնաց թե այնքան
փաստաթղթեր եւ հնարավորություններ, որպեսզի ապրանք Իմիջիայլոց այն շուկան, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ԵԱՏՄ երկրներում, այդ շուկան մի օրվա մեջ չի ձևավորվել։ Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում է, որ այդ շուկան ձևավորվել է։ Հիմա այդ շուկան, որ ասում են, այդպես հայտնի խոսք կա, չէ՞ որ եթե մեր ապրանքները չգնան, ռուսները իրենց մաշկի վրա կզգան կամ բելարուսները կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրները իրենց մաշկի վրա կզգան այդ սահմանափակումների ողջունություն։ Լավ լուրջ եք ասում, ձեռ եք առնում, ինչ եք խոսում։ Ինչ ծավալ է կազմում Հայաստանից արտահանվող կամ գյուղմթերքը կամ ապրանքները նույն այդ շուկայում, իրենց շուկայում, այսինքն իրենց մեզ համար մեծ ծավալ է, իրենց համար դա չնչին ծավալներ է։ Դա կարա փոխարինի տարբեր երկրներից ու հիմա փոխարինվում այդ ապրանքները ուզբեկական, ղազախական, բելարուսական այլ երկրների արտադրանքով փոխարինում է իրենց այդ դարակները դատակ չեն մնում։ Վաղը մյուս օր մեր տնտեսվարողը որ ուզեն այդ տեղը զբաղեցնել, տարիների քրտնաջան աշխատանք է պետք կնելու։ Ու հարցը հələ այդ տնտեսվարողը կարա այս ամեն ինչից հետո այս շոկը հաղթահարի, որովհետև հսկայական վնասներ ակում ամեն օր այդ վնասները իր վրա զգում է։ Բայց կառավարությունը պատասխանատու չի, իրանք սովոր են սիրուն վիդեոներ անեն, մի երկու հատ ռիլեր անեն, բան անեն, իրանք սատելիտ ուժերը բան իրանք ծրտիկ են լայք են մայք են, բայց իրականում խայտարակ վիճակը, որ այդքան լավ է, բայց ձկնաբույսները ինչի համար են, օրեր շարունակ այնտեղ մղկտում կառավարության դրան մոտը եւ առնվազն փոխվարչապետից հանդիպում պահանջում։ Ինչի ոնց է այդքան լավ, որ այդքան վատ է։ Չի կարա չէ՞ տես բան։ Բայց հիմա ի վերջո իշխանության քայլերը որքանով են Ի վերջո իշխանություն մեր հզոր վարչապետը, որ բաներ անում, ասում էր մենք ինչի պետք է ուրիշ երկրները բանը չէ, ասում էր Ռուսաստանի հետ կապված տարբեր հայտարարություններ անում, մենք գուբերնիա չենք ներսենել, բայց հիմա այսօր երկրի ղեկավարը էլ Միշուստինի նախընտրում, էլ Պուտինի նախընտրում, էլ այստեղ ազանգում, էլ դռնեդուր անգնում, բան անում, որ հանդիպում ունենա կամ հեռախոսա։ Չէ, այս վերջին շրջանում ինչքան նայում ես, խնդրել է, որ բան հայկական կողմի նախաձեռնությամբ է։ Դե խնդրանք է, էլի։ Ու այդ նախաձեռնությունները որևէ արդյունք չեն տալիս։ Այս մարդիկ ասում են՝ ժողովուրդ, կողմնորոշվեք, կգնաք հանրաքվե արեք, որոշեք Եվրոպայի գնում, թե ԵԱՏՄ-ի գնում, նոր կգաք կխոսանք։ Շատ պարզ են ասում այդ ամեն, ոնց սրանից ավել ինչ պարզ ասեն։ Հլա դեռ պատժամիջոցների այն կամ այս սահմանափակումների ավելի վատ տարբերակներն ու դրսևորումները, ներկրվող ապրանքների, այդ մենակ արտահանմանն ենք ասում, որ շատ կարևոր, բայց ներկրվող ապրանքների, նաև ոչ միայն ապրանքների, էներգակիրների հարցով էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Եթե թանկանա, օրինակ ցորենը թանկանա, այդ կոմպեղենը, տարբեր այնտեղ ապրանքներ, ձեթա, կարակաբանը, որ ներմուծում է Հայաստան, էլի այստեղ թանկացումների մի նոր ալիք առաջանալու կամ նույն էներգակիրների հեղուկ գազը այս գնի չի եղել երբեք այս ժամանակահատվածում Հայաստանում, ամառվա ժամանակահատվածում երբեք 230-240 դրամ չի եղել, եթե ինչ-որ անոմալ ինչ-որ բաներ չի կատարվել, այսինքն լարսը փակ չի եղել։ Հիմա արդեն հեղուկ գազն էլ է թանկացել, վտանգ կա նաև բնական գազի թանկացման։ Սա մեր տնտեսությունը բերելու է կռախի, որովհետև եթե մի քանի անգամ թանկանա օրինակ բնական գազը, նույն ջերմոցային տնտեսությունը ինչքան էլ որակյալ ապրանք արտադրեն, ենթադրենք, այդ ապրանքի ինքնարժեքը այնքան թանկ ալնելու, որ մրցունակ չի լինելու շուկայում։ Ուղղակի մրցունակ չի լինելու, կամ նույն այդ լոլիկը, որ արտադրվում է, կամ այլ ապրանքը, չէ՞ ի վերջո դա ազդելու է գնագոյացման վրա։ Եվ շղթայական թանկացումներ է տեղի ունենալու։ Սա ունենալու աղետալի հետևանքներ։ Իդեպ գազի սակագնի վերաբերյալ եւս Հայաստանին ակնարկ եղել է, որ կստանան այնպես, ինչպես եվրոպական երկրներում։ Սա եւս մեկ, չգիտեմ, գուցե սպառնալիք է, գուցե ճակերտավոր սպառնալիք է կամ կողմնորոշվելու ուղեցույց Հայաստանի համար։ Բացի այդ, մենք առաջիկայում արդեն աշուն է եւ մթերման սեզոնն է սկսվում։ Կրկին այս հարցերը չլուծված գումարվելու է նաեւ մթերքի եւս մեկ խոշոր բեռ։ Այո, ճիշտ նշեցիք, որ հիմա արդեն այս մթերման սեզոնը կամաց արդեն թափ հավաքում եւ տարբեր լոլիկը ոչ այդ մենակ խաղողին չի վերաբերում, այլ լոլիկ կլինի, այլ գյուղմթերք կլինի, այդ պահածոացման այդ գործընթացը որ կա, բավականին լուրջ վտանգի առջև է կանգնած, որովհետեւ այն տնտեսվարողները, որոնք որ հիմնականում մթերող կազմակերպություններ եւ տարիներ շարունակ աշխատել են հայ գյուղացու հետ, այդ ընկերությունները այսօր կամ քաղաքական դրդապատճառներով այդ ընկերությունները փակված են, ոնց որ Արադ գինու կոնյակի գործան, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում եւ հսկայական քանակությամբ պայմանագրեր ա կապել գյուղացու հետ, գումարներ վճարել
կանխավ վճարելա, հետո ապրանքի տեսքով գնելա եւ այսօր այդ գյուղացիների խնդրի առջև են կանգնած, որովհետեւ այդ կազմակերպությունը, ես մի կազմակերպության անուն նշեցի, բայց ելի կազմակերպություններ կան, որոնք որ խնդրի առջև են կանգնած, այսինքն ո՞նց են այդ մթերումը կազմակերպելու, այդ մարդը որտեղ է տանելու իր ապրանքը ռեալիզացնի, գյուղացին ինչ անելու եւ գալիս ենք վերջում հանգում ենք նրան, որ ի վերջո այս ամբողջ հետևանքները իր վրա կրում է հայ մարդը, տնտեսվարողը, արտադրողը եւ կրկնում սա լրջագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, սա լրջագույն խնդիր է։ Եթե զուգահեռներ տանենք հիմա այս խնդիրները եւ կառավարության գործողությունները, այսպես ասած, ընտրություններից հետո, վերընտրումից հետո, առաջին բանը, որ արվել է իրենց պարգևաճարների 5-ամսյա բյուջեի հաստատումն է եւ տարբեր խայծեր տալ հասարակությանը, որ պաթոսային ինչ-որ բաներ առանց բովանդակության, որ տեսեք այս շուկան բացվեց, մենք հասանք Հոլանդիա, գրավել ենք Բելգիան, հետ ենք գալիս այստեղից, հետո պարզվում ենք այնտեղ բացարձակ ոչինչ չենք տարել եւ նաեւ ներքաղաքական լարվածություն։ Այսինքն կան հարուցում են քրեական վարույթներ, մի շարք կառույցներ օրինակ միաժամանակ նույն օրը, նույն ժամին պետական եկամուտների կոմիտե, ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորություններով, ներքին գործերի նախարարությունը իր լիազորություններով, որոնք հսկում են նաև քննչական կոմիտեի գործողությունները, հայտնվում են շուրջ 70 ձեռնարկությունում, որտեղ աշխատում են մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրենց օրվա հացի հարցն են ուծում եւ նաև իրենց կենսապայմաններն են ապահովում։ Եվ դրան զուգահեռ նաև տեսնում ենք շոուներ մարդու նկատմամբ Գագիկ Ծառուկյանի, որը այս հանրապետության համար բազմաթիվ շատ գործեր ունի արած եւ վստահաբար դեռ շարունակելու անել։ Հիմա ինչ հարց է լուծում ներքին այս արտաքին շուկայի հետ խառը հարաբերությունների ժամանակ ներքին այս հարցերը եւ խնդիրները ստեղծելով իշխանությունը։ Ի վերջո, լավ, քրեական վարույթ է, բազմաթիվ քրեական վարույթներ կան, նաեւ ապօրինի գույքով անցնող մարդիկ կան, թեկուզ իշխանության հետ մերձ իշխանականներ, որոնց երբևէ չենք էլ լսում, որ այդ որոշումը կայացվեց, հետո գնաց այդ տունը կամ վերադարձրեց կամ չվերադարձրեց, բայց ինչ որ մարդիկ թիրախավորվել են քարոզարշավի ընթացքից վերջո եւ իշխանությունը այս խառը իրավիճակում երբ ունի բազում արտաքին բազմավեկտոր Ադրբեջանի չմոռանանք իր պահանջով հանդերձ որ սահմանադրական փոփոխություններ է պահանջում բազմավեկտոր այս խնդիրների մեջ նաեւ ներսում է խնդիր ստեղծում օգտվելով առիթից նախ ուզում եմ իմ սատարում աջակցությունը հայտնել բարերար քաղաքական հանրային գործիչ Հայաստանի Հանրապետության նորանկախ հանրապետության շատ ծանրակշիռ ներդրում կատարած սպորտի բնագավառում մշակութային գործիչների աջակցության եկեղեցաշինության տնտեսության զարգացման անորանալի դերի վաստակի համար պարոն Ծառուկյանին իմ սատարումն աջակցումը առողջություն օր առաջ պետքա այդ մարդը ազատ արձակվի եւ ես էլ տարբեր նաեւ զանգեր ստանում եմ տարբեր երկրներից եւ հայերից եւ ոչ հայկական ցակում ունեցող կամ հայկական ազգան ունեցող տարբեր գործարանների հետ կապեր ունեմ եւ ուղղակի այդ մարդիկ ապշած են ոնց կարող է Հայաստանի Հանրապետությունում նման կարգի բովանդակության հետապնդումներ տեղի ունենան եւ մասնավոր գույքի նկատմամբ նման խայտարակ ոտնձգություն տեղի ունենա որևէ մի ներդրող դա կլինի Հայաստանից թե արտասահմանից այս ամեն ինչը տեսնելով մի լումա չի ուզի Հայաստանի Հանրապետություն ներդնի, այսինքն մարդու վաստակը տարիների քրտինքը, տառապանք աշխատում, ես տեսել եմ Ծառուկյան ընտանիքը, սկսած պարոն Ծառուկյանի ծնողներից, թե ինչպիսի ներդրում ա ունենում գյուղատնտեսության զարգացման գործում պատիվ եմ ունեցել նաև շփվելու ծանոթ եմ եղել նաև լուսահոգի հայրիկին, պարոն Ծառուկյան, եւ տեսել եմ այդ մարդիկ ընտանիքով ոնց են չարչարվում, տարապում, այսինքն գյուղատնտեսության ոլորտն էլ այն ոլորտը չէ, որտեղ որ գերշահույթներ ստանում շատ անգամ այդ ոլորտը անասնապահության ոլորտը անգամ մինուսով աշխատող այսպես ասած ընկերություններ, բայց երբ որ խոսում էինք, ասում էր որ բա այսքան աշխատող, այսքան մարդը որտեղ բանան է, այսքան աշխատատեղ է, բանսի գիշեր-ցերեկ աշխատող մարդիկ ու այսօր տարօրինակ կերպով այդ մարդկանց տարիների աշխատանքի քրտինք համարում են, չգիտեմ, ապօրինի կամ եսիմ, այն մարդիկ, որոնք որ իրենց կյանքում մի աշխատատեղ չեն ստեղծել, մի հատ, չգիտեմ, մի նոր ինչ-որ բան այս երկրին տված չկան եւ այլը եւ այս իրավիճակում կրկնում սա խայտարակ իրավիճակ է եւ տասնյակ հազարավոր մարդիկ գիտեք որ ինչքան հսկայական աշխատատեղեր է բացելուն Գագիկ Ծառուկյանը նույնն էլ նաեւ Սամվել Կարապետյանի հեցի մասով էր այսինքն այստեղ պետք է անձերից վերանանք այդ մարդիկ
կլինի անգամ եթե իշխանական էլ լինի ես իմ հարցազրույցների մեջ եմ ասել, եթե իշխանական էլ լինի այդ մարդը, գործարար իշխանական լինի, վաղը մյուս օրը իր հետ էլ նույնը կատարի, ես նույն բանը կասեմ։ Այսինքն այս անձերի հետ կապված չի, սա կապված է կոնկրետ քաղաքական հաշվեհարդարի հետ, որ իրականացնում է այս իշխանությունը։ Իդեպ այս ամեն ինչը ոչ թե իրավական տիրույթում է, այլ քաղաքական տիրույթում է։ Քաղաքական տիրույթում է այն առումով, որ այս մարդը բացեբաց ընտրություններից առաջ էլ ասում է, այս մեկին եմ ունե զրկելու, այն մեկին եմ բոմբ սարքելու կներեք արտահայտությանս համար, այս մեկի տունն եմ խլելու, այն մեկի, չգիտեմ, արտադրամասն եմ խլելու, այս եմ արել։ Պարզ ասում է, որ ես գնալու եմ խլելու գործընթացի վրա։ Եվ կներեք, բայց այս ամեն ինչը էլի ծանր անստելու Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև վաղը մյուս օրը այդ դատական ատյաններով, միեդով տարբեր այնտեղ Ստոկհոլմի արբիտրաժային դատարան կա բանկ, այդ բոլոր ուրեմն ատյաններով հաստատ մեծ հայցեր են լինելու եւ Հայաստանի Հանրապետությունը լուրջ ֆինանսական պարտավորվածություններ ունենալու այս մարդկանց այս գույքի նկատմամբ նման ոտնձգության համար, այսինքն այս մարդիկ հայցերով դիմելու են համոզված են եւ իրենց վնասի փոխհատուցման համար կարող են հսկայական գումարներ պահանջել եւ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես տակից դուրս չգա, որովհետեւ մի հարցավոր այդ ամեն ինչ խլում են, այս գործընթացի արդյունքում այդ ստացվող եկամուտները եւ այլ մի բան էլ այդ մարդիկ վնաս են կրում եւ օրը ցերեկով գալիս են պլոմբում են ասում վերջ, այս հիմնարկը չի աշխատում։ Այսինքն Արադ ցեմենտի պարագայում դե վթարային իրավիճակ է ստեղծում, ուրիշ պարագայում այնտեղ մարդիկ են հայտնվում փողոցում, որ չգիտեմ, այդ մարդիկ պիտի կազմակերպեին հարսանիքներ, ուրախություններ, չգիտեմ, արարողություններ, բան այդ մարդկանց բաներն է քենսել լինում։ Այսինքն թքած ունեն, այս մարդիկ թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Ու սա կրկնում եմ շատ լրջագույն հետևանքներ ունենալու եւ որևէ մի ներդրող այս ամեն ինչը տեսնելով չի կարալու բանալի։ Ինչ վերաբերում քաղաքական ենթատեքստին, մենք տեսանք ինչ տեղ ունեցավ։ Տոտալ վախի մթնոլորտում այս բռնություններից, այս հալածանքներից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 4%-ի, առնվազն 4%-ի շեմը հաղթահարել էր։ Այդքան կեղծիքներից հետո 4%-ի շեմը հաղթահարել էր։ Դա անգամ իշխանավորներն են ասում։ Այսինքն անգամ այն իրենց սատելիտ պաշտպաններ կան եւ այլ, այնքան աղաղակողավոր չեն կարողանում այս ամեն ինչ հասել չի եղել։ Եղել է 4% խորհրդարան անցնող կուսակցությունը զրկել են խորհրդարան մտնելուց։ Էլ ինչ լեգիտիմության մասին է խոսքը։ Այդ որ ասում ես ձեռս կկտրեմ, եթե մի հատ ընտրություններ կեղծվեն, ընտրակեղծարար է այս մարդը։ Կեղծել է այս մարդը, ընտրություններ է կեղծել։ Եվ անմիջապես դրանից հետո իրան պետք էր որ Բարգավաճը չանցնի խորհրդարան, Բարգավաճը չանցավ խորհրդարան, հետո հետապնդումները սկսվեցին, հետո այդ հետապնդումների որակն էլ բովանդակությունն էլ անբարոյականություն, այսինքն դու մարդուն, որը եւ պատկառելի տարիք ունի, եւ բարի համբավ ունի, եւ իր ընտանիքի ներկայությամբ մարդը որևէ դիմադրություն ցույց չի տվել, որևէ առումով չի խանգարել, այդ մարդուն ինչա ծանոթագիր եք ուղարկել չի եկել այդ մարդը, կամ այդ մարդը դիմադրություն է ցույց տվել, այսինքն ինչքան պիտի իջնես պլինտուսից ներքև, որ նման բովանդակություն բեմադրես եւ ինչ որ մեկի սրտին հագուրտ, այսինքն ինքը պետք է իր հոգին պետք է փառավորվի, էլի, ինքը մի հատ տեսանոթը նայի, տեսնի որ դες ոնց եղավ, ինչ ասիկ, սա անբարոյականություն է։ Եվ սրա համար էլ են մարդիկ պատասխան տալու, թե ի այդ բովանդակության այդ ամեն ինչի համար, այսինքն ծայրի այս ամեն ինչը խայտարակություն է եւ մեղավորները ի վերջո պատասխան են տալու։ Եվ բարոյական տիրույթում սա անընդունելի է այս ամեն ինչ, այսինքն ինչ արժեքային համակարգ ենք, մենք ինչ սկզբունքներ ենք մենք ցույց տալիս փոխանցում մեր մատաղ սերնդին կամ հասարակությանը, այսինքն սա ոչ մի առումով տեղավորվելի հարց չի եւ ցույց է տալիս, որ այս ամեն ինչը որոշվում է մեկ անձի կողմից, դատական համակարգը նույնպես ուղղորդվում է իշխանության կողմից, իրապահ տարբեր համակարգեր գործում են ըստ իր քիմքին համապատասխանը, այս մեկին այդ որ ասեցի քիչ առաջ կունե զրկենք, այս մեկին կկալանավորենք, այս մեկին կձերբակալենք։ Չէ, որոշողը մի մարդ է։ Մի մարդ է։ Դե բայց անկեղծ այդ մարդն ասում է, որ չկա մարդ, որ իմ ասածը չանի։ Չկա դատավոր։ Դե ուրեմն Հայաստանում էլ սահմանադրական կարգը տապալված է։ Հայաստանում չի գործում սահմանադրություն։ Մի մարդ որոշում է, չէ՞։ Դրանից առաջ էլ կներեք, լավ հիշեցրիք ինձ, ասեմ նաև Ստոկհոլմի արբիտրաժի որոշումից հետո նաև իր իրավաբաններից իրավաբանական
վարչության պետը, չէ՞, Լիպարիտ Դրմեյանը, որ հրաժարական տվեց, որ ասել էր այդ որոշումը պետք է կատարածվի, ինքը ինչ հայտարարեց, ասաց չկա մեկը, որ իմ կարծիքից այլ կարծիք հայտնելու իրավունք ունենա կամ այլ տեսակետ հայտնելու։ Այսինքն ինքը Լյուդովիկոս 14-րդն է, ինքն է որոշում ով բռնվի, ով չբռնվի, ինչ որոշում կայացնի։ Անգամ այն դատարանները կամ այն դատավորները, որոնք արդարացման օրինակ որոշում են կայացնում։ Նրանց ասեն ուղիղ սպառնալիքներ, նրանց սպառնալիքա դատավորի նկատմամբ, այսինքն դատավորը չի կարող անկաշկանդ գործել։ Ասում է այս հարցով արդարացրել ես Ծառուկյանին, ասում է դու քո հալը կտեսնես, ասում է ինչ։ Դա արդեն մեկ նախազգուշացում այդ դատավորը ստացել է իդեպ։ Լավ, այլ խայտարակությունը ո՞նց անում, ասեք իմանամ։ Նաև ձերբակալության կադրերի մասին ինձ թվում է, որ իշխանությունը սխալ հաշվարկներ էր արել։ Ի վերջո, երբ հանրային տարբեր զանգվածների կարծիքները կամ տեսակետները, այդ թվում անկախ քաղաքական հայացքներից, անգամ նրանցից, ովքեր Բարգավաճ Հայաստան կուսակցության համագիրներ չեն եղել, հենց այդ կադրերը հրապարակեց քննչական կոմիտեն, երբ մարդուն իր տան մեջ որոշում են ինչ-որ ֆիլմային դրվագ ստանալ, ընդ որում դուռը բացող իր տան դռները բացող մարդուն, դա այդ նկարահանումներն արել են, հետո անցել են նորմալ քննչական իրենց գործողություններին, դրանից ժամեր անց նոր ձերբակալել են։ Եկեք մի հատ նկարվենք, ինչի շուրջ է պատտվում մեր իրավապահ համակարգը։ Ես համոզված եմ, որ այդ մարդիկ իրենց հյուրասիրություններ են երևի կազմակերպել, չէ՞ կարելի է հավանաբար չեմ բացառում, չգիտեմ։ Այդտեղ այդ բարոյականության անկում է, էլի բարոյականության անկում է։ Եվ շատ մեծ քննադատությունների առաջ կանգնեց։ Սա ինձ հույս է տալիս, որ իշխանությունը ի վերջո պետք է հասկանա, որ այդ ամենը, ինչ իրենք այլևս փաթեթավորում եւ մատուցում են, այս 8 տարում հասարակությունն այլևս հոգնել է։ Դա ոչինչ որևէ մեկին չի տալիս եւ դրա համար էր բոլորի գրառումներում, անդրադարձերում եւ հարցազրույցներում սկսած իրավապաշտպաններից, որոնք ինչ որ հարցերով համախոհ են իշխանություն, ասում են, չնայած Բարգավաճ Հայաստան կուսակցության համախոհը չեմ, բայց այնուամենայնիվ այն ինչ արվել է տանը, դա ընդունելի չէ։ Ես մի քիչ պետք է անկեղծ խոսեմ, չէ, անկեղծ պետք է խոսանք, ասեմ դες։ Հասարակության արձագանքը ինձ համար շատ նորմալ էր, ես շատ մարդկանց հետ զրուցում էի, խոսում էի եւ այդ մարդիկ իրապես այս ամեն ինչը շատ նողկալի էր եւ իրենց համար ոչ ընդունելի, բայց պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել։ Շատ ու շատ մարդիկ կան, որոնք հենց նույն Գագիկ Ծառուկյանի կողմից տներ, մեքենաներ, շատ սպորտսմեններ, մշակութային գործիչներ եւ այլ, որոնք որ ինձ համար անակնկալ էր, չնայած այս վերջերս շատ քիչ ալնում որ ասենց սուրպրիզներ են անում, այդ մարդկանց մի հատված կար, որը լուր էր։ Իսկ այդ լռությունը ինձ համար անընդունելի է, ասում եմ, այդքան վտանգավոր չեն գողերը, հանցագործները, քանց այն մարդիկ, որոնք որ իրենց լռությամբ նաև իրենց պետք է իմանան, որ իրենք նաև իրենք են համաձայնություն տալի այս ամբողջ գործընթացին։ Այսինքն իրենց լռությունն էլ անապաստում սրան եւ անպայման եւ ուզում եմ շեշտեմ այն մարդիկ, որոնք որ գիտեն, որ այդ մարդը հանցագործ չի, այդ մարդը այդքան արած դրածունի սպորտի բնակավարումը, իրենք պետք է խոսան։ Կարևոր է։ Հիմա կասեն դե ինչ, մի հատ ստատուս ավել, պակաս կամ չէ, բոլորի դիրքորոշումը կարևոր է, որովհետեւ վաղը մյուս օրը ցանկացած մարդու, այսպես ասած, հարց են տալու այդ մարդուն, թե դու որտեղ էիր այս process-ների ժամանակ, ինչու ծպտունը դուրս չեկավ, ինչու այս աղաղակող, այս խախտումների, այս խայտարակությունների մեջ դու քու գոնե թե, չգիտեմ, էլի ոչ թե քաղաքական դիրքորոշ, այլ գոնե քու սատարում աջակցությունը հայտնես։ Կամ լավ, ամենայն հարգանքով մեր ձեռնարկատերերի են մարդկանց, որոնք 100,000-ավոր, որտեղ 100,000-ավոր չկաներ, լավ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք որ աշխատում են, չէ։ Ասենք շատ ժամանակ ասում դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դե մենք բան չենք, չէ, ասենք բայց կներեք, այս քաղաքականության արդյունքում է, որ դուք դառնում եք գործազուրկ, էս էլ է քաղաքականություն։ Իշխանությունների վարվող, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում դու դառնում ես գործազուրկ։ Եվ ով է քեզ այդ գործը տվել, ով է այդ աշխատատեղը ստեղծել, ով է տարիներ շարունակ քեզ ծրի տաղավար տվել, որ դու աշխատես, եղել է, չէ՞, ամեն ինչը։ Ինչի՞ չես դու մի հատ խոսում, ասում որ այս մարդու նկատմամբ լավ, հետապնդում է, այս մարդը պետք է ազատ արձակվի, չէ՞, բարոյականության կողմներ կա։ Իմ համար դա շատ կարևոր է։ Կներեք, որ sense եմ ասում, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները գնահատեն այն ամեն ինչը, ինչը որ իրենց համար արվում է։ Կարան չմեծարեն, կարան բան չանեն, չէ, բայց գոնե թե իրենց սատարման աջակցության խոսքը չպետք է հայտնեն այն մարդուն, որը որ կայացման ոտի կանգնելու, ոտքի վրա կանգնելու համար կարևոր ներդրում է ունեցել։
հայտնիների մասով Ես մի շիրի ժանրից է, բայց կան մարդիկ, որոնք իրենց եւ գնացել են քնչական վարչության դիմաց եւ Միացյալ Նահանգներից Միհրան Հարությունյանը, նույն Տիգրան Մարտիրոսյանը եւ ուրիշ հայտնիներ եւ հայտնի մարզիկներ հայտնել են իրենց աջակցությունը, չաջակցողների մասին որևէ մեկնաբանություն չունեմ, իրենց իրավունքն է, բայց ընդամենը մի բան ինձ համար անհասկանալի է մնում վերջին տարիներին։ Սկսած 2018 թվականից, սկսած Սերժ Թանկյանից, շատ այդ ժամանականից սկսած ես երբեք կապ չունի էական չի ով է իշխանության, ես երբեք չեմ հասկանում մարդկանց, որոնք բացառիկ հեղինակություն են եւ վախենում են իշխանությունից կամ իրենց հեղինակությունը ինչ որ ձև միահյուսում են իշխանության այս կամ այն որոշման հետ։ Այդ մարզիկները, այդ հեղինակավոր անձիկ իրենց համար եւ դպրոցներ են կարողանում կառուցել եւ այլ հարցեր կկարողանան լուծել եւ ի վերջո նրանք մեր պատմության մեջ գրված մարդիկ են։ Թե ինչ են ասում եւ ինչու են լռում, երևի ժամանակը այդ մարդկանց պատասխանը կտա։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Գառնիկ Դանելյանն էր։